Կարապետյանին։ Ես սենց ձեզ ասեմ, նախ բոլոր պատերազմներին մասնակցել եմ Ապրելյանից մինչև Ջերմուկի պատերազմ։ Ու ես մեր հողերը միշտ կորստված եմ տենում, այս ղեկավարության օրոք։ Ու որոշ ընկերներ էլ բանտարկված են շար մարդկանց վրա անելով քաղաք բանտարկյալներ են։ Անունը չեմ ուզում շեշտեմ, որովհետև ում անունը շեշտում ես կամ այդ մարդու համար ավելի վատ ալում ես երկրում։ Ես ընդհանրապես վախենալու ոչ մի ղեկավարություն, արդար մարդ եմ սիրում, որը որ գալու է արդարություն լինի, ընդհանրապես դրա համար։ Իր համար հելանք 18 թվին Մանուել կար, լավ արունը տամ, որ իմի ուրիշ կուսակցական է։ Մենք ազատամարտիկներով Ապրելյանի բոլոր բարձացել ենք Բաղրամյան 26, աջակցել ենք իրան, անգամ միլիցիաները շելեմները անել են, հիմն են երկը մեր համար, հարգանքի նշան, բայց սա դարել է ոստիկանական երկիր, որը ոնց ասեմ, ավելի շատ պետք է մեր հայրենիքի ռազմավարությանը ուշադրություն դարձնենք, քան թե ինչ-որ մեզնից, որ ժողովրդից պարթեն պահպանման համար ոստիկանական երկիր։ Այսօր Սամվել Կարապետյանի մասին խոսելիս ասում էր սատկացնելու եմ քեզ կալու։ Ուրեմն ես անձամբ եմ ասում, ոչ մեկի թող սատկացնի ու ոչ մի հայ տղամարդ, այսօր այդ նույնն էլ ես տեսել եմ Մասիվում։ Իրանք չունի ոչ մի հայ կնոջ վրա գոռա, թեկուզ Ղարաբաղցի իմ հայն է, լեզուն ինչ կապ ունի, ես այդ հողի համար պայքարել եմ ու առողջականից կեսել եմ, թողի ու չեմ փոշմանել, էլի պայքարելու եմ։ Պետք եղած վախտը զենքը վերցնելու եմ գնամ։ Մենակ մի հատ խնդրանք ձեզի, եթե սա տարածվել է ավելի լավ։ 18 տարեկան զինվորը պետք չի գնա սահման։ Դա տարեց մենք մեր կամավորականներով կարում ենք բանք։ Թող նրան ուղարկեն երկրորդ գիծ, երրորդ գիծ, արտերելա կրակի, մյուս կրակի չզովի, որ սերունդ տա, ես տվել եմ 2 հատ սերունդ։ Պետք է բան։ Տեսեք դուք ասում եք կամավորական եք, հիմա դուք առավել լավ պետք է պատկերացնեք խաղաղություն կա հիմա մեր երկրում։ Ոչ, ես ամեն գնալուց թեկուզ Ջերմուկից ես հողերը որ տեսել եմ կորելա, ես ցավ եմ ապրում, դուք չեք պատկերացնում այդ հող ու ջուրը անկեղծ ունեն։ Իքշե որ խոսեմ կարող է լացեմ, պետք չի նորմալ։